Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է։ Մարթան շատ զբաղված էր ծառայությամբ։ Ղուկաս 10:40։ Նրա սխալն այն չէր, որ ծառայում էր։ Ծառայի կարգավիճակը սազական է յուրաքանչյուր քրիստոնյայի։ Ես պետք է ծառայեմ։ Սա պետք է երկնային թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամի նշանաբանը լինի։ Նրա սխալը նաև այն չէր, որ շատ էր ծառայում։ Մենք չենք կարող չափից ավելի շատ ծառայել։ Եկեք անենք այն ամենը, ինչ կարող ենք։ Թող մեր գլուխը, սիրտը, ձեռքերը ամբողջովին զբաղված լինեն Տիրոջը ծառայելով, այնպես որ նա չէր սխալվել Տիրոջ համար ճաշկերույթ պատրաստելով։ Մարթայի համար մեծ ուրախություն էր, որ նա հնարավորություն էր ստացել հյուրասիրելու այդքան օրհնյալ հյուրին։ Ուրախություն էր նաև այն, որ նա իր սիրտն ու հոգին ամբողջովին այդ գործի մեջ էր դրել։ Նրա սխալն այն էր, որ շատ զբաղված էր ծառայությամբ, այնպես որ մոռացել էր նրան և հիշում էր միայն ծառայությունը։ Նա թույլ էր տվել, որ ծառայությունը հետին պլան մղեր հաղորդակցությունը, և արդյունքում մի պարտավորությունը ներկրվել էր մյուսի արյունով։ Մենք պետք է միաժամանակ Մարթա և Մարիամ լինենք։ Մենք պետք է շատ ծառայենք, բայց միևնույն ժամանակ շատ հաղորդակցություն ունենանք։ Սրա համար մեզ մեծ շնորհք է հարկավոր։ Ավելի հեշտ է ծառայելը, քան հաղորդակցվելը։ Հեսուն երբեք չտկարացավ ամաղեկացիների հետ պատերազմելիս, բայց Մովսեսը սարի վրա աղոթելիս երկու օգնականի կարիք զգաց, որոնք պետք է պահեին նրա թևերը։ Որքան հոգևոր է զբաղմունքը, այնքան ավելի շատ ենք մենք հոգնում։ Ամենաընտիր պտուղներն ամենադժվարն է աճեցնել, ամենաերկնային շնորհներն ամենադժվարն է զարգացնել։ Սիրելիներ, թեև մենք չենք անտեսում արտաքին բաները, որոնք ինքնին լավ են, բայց պետք է նաև հոգանք Հիսուսի հետ անձնական հաղորդակցություն ունենալու և նրա ներկայությունը վայելելու համար։ Հետևեք, որ չանտեսեք Փրկչի ոտքերի մոտ նստելը։ Նրան սպասավորություն անելու ճշմարտանման պատրվակով։ Մեզ անհրաժեշտ առաջին բանը մեր հոգու առողջության համար նրա փառքի և մեր սեփական օգտակարության համար Տեր Հիսուսի հետ մշտական հաղորդակցությունը պահելն է և հետևելը, որ մեր կրոնի կենդանությունն ու հոգևորությունը պահպանվեն աշխարհում ամեն բանից վեր և առավել։